Հարգելի շատ խելացի իմ հայ ժողովուրդ, ուրեմն վաղը ոնց գիտենք ընտրության օրա, այսօր լռության օրա, մենք քարոզ որովե չենք տանելու, օրենք չենք խախտելու, նույնիսկ ես որ 1000 կիլոմետր հեռու եմ Հայաստանից, ես քարոզ չեմ տանելու, ես օրենքը Հայաստանի չեմ խախտելու, բայց ես իմ ժողովրդին հիշեցնելու եմ Սովետական միությունից փլուզումից հետո մինչ օրս ինչա կատարվել մեր ժողովրդի հետ։ Դե իհարկե դա քարոզ չի, դա ուղղակի հիշեցման կարգով։ Ես շատ եմ հիշացրել, մի հատ նորից պետքա հիշացնեմ։ Ուրեմն հայեր ջան, եթե բնակչության չափսի ու մարդաքանակով հաշվես, հայ ազգը սովետական միության ամեն ընչում ցանկացած բնակավարում, ցանկացած ամենտեղ եղել է առաջինը, թե գիտնականների, թե ասենք վայենիների, մարշալները, գեներալները, եսի մինչերա, հայ ազգը եղել է ամենտեղ բժշկական սիստեմը միջև հիմա Ռուսաստան, որտեղ մի հատ լավ բժիշկ կա, հայա, են ամենայն կրեմլովսկի հիվանդանոց են ասում, գլխավոր բժշկից հետ, լրիվ, որտեղ մի լավ բժիշկ կա, սրտաբանական, ներախիրուրգ, լրիվ հայեր են, մեծամասնությունը, միջև հիմա, ժողովուրդ ջան, ինչ եմ ուզում ասեմ, ուզում եմ, որ մեր հայ ազգը իմանա, գիտեք է, բայց հիշեցնում եմ ուղղակի, լինելով նման ազգ, Սովետական միությունը երբ փլուզվեց, 15 հանրապետություններից միայն մեր հանրապետության հետ պատերազմ հրահրեցին։ Մեր հանրապետության հետ հրահրեցին պատերազմ։ Նրանք հույս ունեին դեռ այն ժամանակ, որ Ադրբեջանը ավելի մեծ պետություն է, Թուրքիան է, դեռ այն ժամանակ, որ Հայաստանը կվերացնեն։ Դեռ այն ժամանակ, ինչ հիմա են ուզում, դեռ այն ժամանակ։ Ու ինչու միայն Հայաստանի հետ նման կերպ վարվեցին։ Մեզ ունենալով այդքան գիտնականներ, այդքան ամեն ինչ, բայց Հայաստանին ոչինչ չտվին, որ նայում ես բոլոր հանրապետություններին, Ղազախստան, Ադրբեջան, Թուրքմենստան, Էմպրիվ Դվալտիսկի ռեսպուբլիկաները միանգամից թույլ տվին Եվրոմիություն մտնեն, լրիվ ամեն հանրապետության մեզ ոչինչ չտվին, մեր դեմ պատերազմ հրահրեցին սովետի փլուզման համար։ Մեր հանդեպ, հայ ազգի, Հայաստանի հանդեպ։ Ուրեմն, դրանից հետո ինչ կատարվեց։ Տեսան, որ հայ ազգը դիմադրում է, ու դիմադրում է իրական, այդ ժամանակ էլ Ադրբեջանը ընդեղ իշխանության վրա էին, եթե ընդեղ նորմալ իշխանություն լինեին, հնարավոր է, որ Հայաստանը փլուզվեր, վերանար, ուղղակի այնտեղ նորմալ իշխանություն չկար, նացիոնալիստներն էին, են Էլչիբեի բանով էլի, նրանք ռուսների հետ, ռուսներին ճիշտ չհասկացան ավելի ճիշտ, ռուսների միտքը, ասենք, այդ ցարական միտքը բանի էլի, ճիշտ չհասկացան, ռուսների հետ կոնֆլիկտի մեջ գնացին, ու ռուսներին ընդեից հանեցին, դետել հայերներ մերոնք էլ դրանից օգտվեցին, լավ ինչև է, դա թող պատմություն լինի արդեն, բայց այտենց այլ է, բոլորը սաղնել կհիշեն, ու
ամենակարևորը Հայաստանում իշխանություն եկավ, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը, այնտեղ արդեն Ղարաբաղի կոմիտե, բան, տենց, հա։ Պատերազմը 94 թվին, որ հրադադարը հայտարարեցին, հա, 94 թվին, եթե հիշում եք, արդեն Ղարաբաղից բանդիտական գումարտակներ եկան Հայաստան, ու գումարտակ չասեմ, խուլիգաններ, խուժաններ, ու արդեն արյուն տեսած, ես մի բան, դե իմ տարիքի մարդիկ բոլորդ սկսեք հիշելը, Հայաստանում ինչքան ճամփեքին, գայի պոստեր կար, բան կար, մի խոսքով եկան ոստիկանությանը կզացրին, այո, հենց այդ Ղարաբաղի մաֆիա կոչվածը 94 թվին է եկել Հայաստան, 94 թվին է Սևանի տրասում, բանում ինչքան գայի պոստեր կար, լրիվ վառեցին, մի հատ մլիցա չեր կարում ռիսկ անեմ դուրը դուզ գա, այ Ատենց, այդ մաֆիան արդեն մտավ Հայաստան, նրանք ստիպված էին 96 թվից, արդեն Ղարաբաղից Հայաստան մարդ բերեն, ասենք Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, արդեն Վազգեն Սարգսյանն էլ էր կասկածում, որ կարող է դրանց առաջը պահել հնարավոր չլինի, բերին, Են բանը են ինչ էր են մեր են ոստիկանապետը են նոյեմբերյանցին է արա Վանո Սիրադեղյանը ճիշտ ասած ժողովուրդ ջան ես գիտեք ճիշտ խոսող մարդ եմ էլի մի բանդիտ էլ նա էր այդ Լևոն Տեր-Պետրոսյանի աղբոր հետ սա Հայաստանը բանին անում, բայց այդ Ղարաբաղի եկած մաֆիան, հենց կակրաս նրա դեմ էր, որ նրան խղճացնեն, ու խղճացրին, դե հիշում եք, էլ այդ պատմությունները չասեմ, շատ բան չգիտեմ, ուղղակի ինենց մի թիթև գիտեմ, էլի, խղճացրին Վանո Սիրադեղյանին, են աստիճանի խղճացրին, որ Վանո Սիրադեղյանը փախավ, դրանից հետո ով եկավ Քոչարյանը իր ամբողջ մաֆիայով Հայաստանում էլ ստեղծեց իր ոնց ասած կիլլերների թիվը ես չեմ վախում ասեմ դրա գլավարն էլ Գագիկ Ծառուկյանն էր Հենց է սկսեցին էլի դոդ ասել են, որ Սերժը ասում է, ես եմ դրել սուտ ասում, դեռ են ժամանակ արդեն ասում էին դոդի գագոն, այ հենց է մաֆիանը սկսեց ստեղծվելը, ժողովուրդ ջան, ես սա ասում եմ, որ դուք հիշեք, վաղը ընտրության ժամանակ հիշեք, որ ինչերի միջով ենք անցել, ով վերը ռիսկանում հանկարծ Դոդի Գագոյի ավտոներից մեկին հանկարծ ապգոնանի կամ եսի մի բան, են տրուս 8 համարներով էր, հիշում եք չէ ժողովուրդ ջան, ով էր ռիսկանում, մեկը ռիսկաներ, հետևից գնային կանգնացնեին, կտային կսպանեին են ճամփում կեստեղը, Դե մոր ես չեմ մոռացել ժողովուրդ ջան, դե ես արդեն տարիքար առած մարդ եմ, իմ լավ երիտասարդ ժամանակներն ա եղել այդ բաները, սաղ հիշում եմ, հիշողությունից լավ եմ էլի, այդ մաֆիան եկավ, այդ 10 տարի Հայաստանը, ենա, Էլ չկրկնեմ մի քանի մարդ, էլ դատախազներ, էլ դատավորներ, էլ գերագույն, բոլորին սա ոչնչացրին Վազգենով, Դիմիրճանով, բանով, պատահական չէ, ժողովուրդ ջան, մաֆիա էր տիրում, երկրում մաֆիա, ինքն էր սպանություններով։ Հիմի են օրը երեք երթե մեկ էլ օրը են
Լևոնն ասում է, ես հպարտանում եմ իմ հայրիկով։ Տղա ջան, նման հայրիկով չեն հպարտանում։ Ես նման հայրիկ ունենայի, ես քեզ ասում եմ, ես կգնայի հեռու ես իմ Ավստրալիա, բան, որ լսեի, հեռախոս էլ չէի բանանեի, համացանց էլ չէի մտնի, որ լսեմ, թե քո հայրիկը ինչ էր է հայ ազգի գլխին, քո հայրիկը, անմիջապես միակ, չեմ ասում երկրորդ, երրորդ, չորրորդ, միակ մեղավորն է, որ Ղարաբաղը այսօր չունենք, Ղարաբաղը չկա։ Ինչի համար ենք կռիվարել, մենակ կռիվարենք ու վсё կանգնենք, կանգ առնենք, դրանով բավարարվենք, սկսենք թալանով զբաղվել, տղա ջան, նման հայրիկը ումա պետքը, դա ինչ հայրիկ ալ է, դա հայրիկ, հա քո հայրիկն ա դու ասելու ես, հասկանում ենք, բայց Ղրաղի մարդն ա ճիշտ գնահատողը, դու ինչքան ուզես ասա հպարտացի, ինչ ուզում ես, ինչի՞ չես հպարտանալու որ գնում եք, գիտես թե մոռացել ենք տղա ջան, որ դեռ են որ ժամանակ Մոսկվայում $10,000 մի հատ շամպանսկի էիր խմում դուրս գալի, երեխա էիր, արդեն շամպանսկի էիր խմում, մի շիշը $10,000, կարող է գիտեք թե մարդիկ հայ ազգը մոռացել է, չէ, այսօր $10,000 մարդիկ մի հատ սեփական տուն են սարքում սահմանի վրա, որ ապրեն, իսկ դու մի շիշ շամպանսկի էիր խմում $10,000 արժեքությամբ, հիմա էլ եք խմում, կարող է գիտեք թե ինչ որ չգիտենք, հիմա էլ եք ուտում խմում, գնում եք ամերիկաններում եք երեխա ունենում, բան է, դա ձեր գործն է, ես դրա մասին իզուրել ասեցի, իսկի ներողություն եմ խնդրում, հա, դա ձեր գործն է, բայց հայրենիքի պահով քո հոր համար մի հպարտացի, քո հայրը այս մեր հայրենիքի համար թշնամի է, տղա ջան, հասկանում ես, քո հայրը հայը հայկական պետության, Ղարաբաղի թշնամին է քո հայրը, այս 120,000 ղարաբաղցին, որ այսօր անտուն են, դրա հիմքը քո հերն ա դրե, Ադրբեջանից, որ 500,000 հայը դուրս ա եկե, անտուն անբան, դրա հիմքը քո հերն ա դրե, ինչի համար ես դու հպարտանում նրանով, տղա ջան, ընդ հպարտանալու մարդ չկա, որ նրանով հպարտանաս, հա քո հերն ա, էլ եմ ասում, քեզ շատ փող ա տվել, $1,000,000, բան, շփշփալեն ծախսես դրա համար հպարտանում ես, բայց հայրենիքի համար նա թշնամի ա, նա թշնամի ա մեր Հայաստանի համար մեկ թշնամին ա, հենց ի սկզբանե 1988 թվից հիմնադիրը քո հայրն ա, հասկանում ես, դու ասում եմ իրա զավակն ես կարաս հպարտանաս, բայց մի ասա, որ մեր հայրենիքում սենց բաներ արել, քու մայրիկին էլ ասա, նման բաներ չասի, նա հայրենիքի համար ոչ մի բան չի արել, նա եկել է Հայաստանը թալանել, սպանություններով, մորթելով, տանկեր մտցրել Երևան, սնայպերներով մարդկանց սպանել, էդ արե, ուրիշ բան չի արե, հասկանում եք, դրանից հետո, այդ Սերժ Սարգսյանն եկավ, 10 տարի մի հատ մաֆիոզել նրանք էին, Երևանի միջին ինչ Քոչարյանը թրմասկ էր թողել, ոչ թե Երևանի, այլ մարզերով բանով ընգած, մարզերով ինձ ընկեր ունեի, Իջևանի թալի տակին խանութ ուներ, եկել են մտիկ արել են դեղին քարով սիրուն սարքած խանութ էր ստադիոնի դիմաց, կայարանի դիմացը, Իջևանցի կիմանան ում հետ եմ, են հետնամասումներ է մարդը լավոսալ սկսել առևտուր անելը, որ դիմացի չերևա, որ ընդ խանութը աշխատում ա, Սերժի աղբերը մտել էր Սաշիկը ասել, 50 ալ լինելու ես խանութը,
Նրանք էլ տենց էլ չէին աշխատացել։ Հիմա իհարկե որ Նիկոլն եկավ արդեն այդ խանութը աշխատում է։ Ես ֆակտեր եմ ասում, այ իջևանցիկ կհիշեն ում մասին եմ ասում։ Հենց կայարանի դիմացը։ Հետևի մասը լավոսալ ընդեղ առևտուր էին անում իրանց պահեսներում։ Բայց խանութը վախենում էին աշխատցնեն։ Ինչ ա տեսել հայ ազգը ձեզանից, որ մի հատ նորից ձեզ ընտրի արա։ Ինչ ա տեսել։ Ինչ է կարել հայ ազգի հիմար, Հայաստանի պետության համար։ Հավ ժողովրդի համար մոռանանք, այ մարդ ժողովուրդը ցանկացած իշխանության ժամանակ ժողովուրդը ինքը պետքա աշխատի։ Չկա նման իշխանություն, որը ստիպի ժողովրդին աշխատեն, դա ես իմ կոմունիզմ պետք ալի որ լինի, բայց ժողովրդին պետք է չխանգարեն, ժողովրդին պետք է թույլ տան։ Հիմա խնդրեմ, ինչ գործ ուզում ես արա։ Օրենքով, ամեն ինչ խնդրեմ, ինչ ուզես 100 հատ խանութ բացի։ Իսկ այն ժամանակ իրական գալիս էին այ հենց այտենց։ Սաշիկը մտնում էր կամ իրա լակոտները։ Մտնում էին 50-50-ը, ամսվա վերջին մարդ ա գալու։ Վերջ, էդ էր։ Հարկայինը, այն ժամանակվա, նրանց ժամանակվա հարկայինը, ինչ որ մարդիկ էին։ Գալիս էին խանութում ասում, այսքան գրում եմ կգնաս ես ամիս կմուծես։ Մենք արդեն տեղեկություն ունենք, որ այս ամիս գործդ լավ ա եղել։ Ժողովուրդ դեմի, ով էս բաներ, խանութներ բան ունեցել ա, հիշեք։ Հիմա փառք Աստծո, մի հատ կշտիտ էլեկտրոննի բանը ծախեցիր, մուծեցիր, հարկայինը տեսավ, ինչ ես ծախել, ինչ ես մուծել։ Քեզանից ամսվա վերջին ինչքան հարկա պահելու։ Ոչ մեկի ոչ տենում ես, բա նման իշխանությանը կմերժեն, հա, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ։ Բա ում եք ուզում ետ բերեք։ Մեկ էլ ինչ որ մեծահարուստներ են գալի, այ մարդ, այն Հայաստանի այն ամենավատ վիճակի ժամանակ թողած Հայաստանից թռած փախածները, հա, գնացել հիմա, ետենք եկե գալիս ենք ստե աշխատենք։ Ինքն էլ ինչ աշխատենք։ Մենք ուզում ենք մենակ վարչապետ, ուրիշի ոտքի տակ մենք չենք կարող ընկնենք։ Իրականում հասկանում եք։ Ժողովուրդ ջան, շատ բան կա էլի հիշելու, շատ բան կա հիշելու։ Վաղը որ գնաք ընտրության, հիշեք, ընդդիմադիրներ ջան, դուք էլ, ով որ ընդդիմադիրներին են եռագլխին, բանին այեսիմ, ես քարոզ չեմ անում, էլի եմ ասում, նրանց ա հիշում, նրանք արդեն իշխանության եղել են Հայաստանում։ Երբ որ գնաք ընտրությունների, հիշեք ձեր գլխին ինչեր ա եկել։ Հիմա աշխարհը ավելի ագրեսիվ է, չորս կողմը ավելի ագրեսիվ են բոլորը զարգացած։ Հիմա որ այդ հետամնացները արդեն հետամնացների գան նորից իշխանության, հաստատ իմացեք, այն ժամանակներում, որ նրանց պատճառով այդ ձև տուժեր ենք չէ կրել, հիմա տասնապատիկ անգամ վատ ա լինելու։ Մեր երկիրը դառնալու է կոնցլագեր։ Ես ձեզ 100% եմ ասում, կոնցլագեր։ Հիմա այսօրվա դրությամբ ես ամեն ինչ պարզ չեմ կարող ասեմ։ Պետություններ կա, որ արդեն կոնցլագերի նման են։ Ուզում եք հավատացեք, ուզում եք չէ։
Ես ես որ ձեզ հետ ազատ խոսում եմ, չէ՞։ Նույնիսկ ես բանը միացրել եմ, խոսում եմ, ըստ սրա համար դատա հասնում։ Հավատում եք, չէ։ Այս բանը որ միացրել եմ VPN-ով, ձեզ հետ խոսում եմ, չէ՞։ Սրա համար ըստ քրեական պատասխանատվություն է։ Ժողովուրդ ջան, եթե ուզում եք Հայաստանը սարքեք կոնցլագեր, Հայաստանը մի պուճուր պետություն է։ 5 րոպեում, եթե իշխանությունը եղավ նրանց հպատակ, 5 րոպեում Հայաստանը կդառնա կոնցլագեր։ Հայ ազգը պետքա ընդդիմությունից բռնցրած, այն ամենաագրեսիվ ընդդիմադիրները նույնիսկ պետքա Հայաստանը ուրիշի չտան։ Չտան ուրիշի։ Աստված հեռու տանի, ժողովուրդ ջան։ Ասում եմ, Հայաստանը մի պուճուր պետություն է, 5 րոպեում կսարքեն, մենակ իշխանությունը տվեք իրանց, 5 րոպեում Հայաստանը դառնալու է կոնցլագեր։ Այ մի հատ բան էլ եմ ասում, ըստ ինչ որ ձևերով այս բան ենք անում, միացնում ենք, չէ՞, մտնում խոսում ենք։ Եթե Հայաստանում այդ բանը արգելվեց, հայ ազգը, այնքան գրագետ է, ով որ հանկարծ ցանկացավ պետությանը խափի, 5 րոպեից բռնելու են։ Ըստ այդքան օրենքով ընդունել են, բայց այդքան յետևից չեն ընկնում մարդկանց։ Ընկնում են այն ովքեր իսկականից պետության դեմ հանցագործության նման բաներ են անում, նրանց գնում են տներում բռնում։ Ես ստեից որ խոսում եմ, ես Հայաստանի համար եմ խոսում, ես սրանց հետ գործ չունեմ, սրանցից ոչ մի բան, ոչ մի գաղտնիք, ոչ մի բան ես չեմ ասում։ Չգիտեմ էլ որ ասեմ, ինձ պետք էլ չի։ Ես միայն մտածում եմ ասենք Հայաստանի իմ հայրենիքի մասին։ Եթե դրա համար ինձ բռնելու են, դատելու են, որ մեկ-մեկ մարդիկ կհանգստանում են, ես ասեմ, թող բռնեն, տանեն, դատեն։ Հետո ի՞նչ է փոխվելու։ Ես իրանց պետության վնաս չեմ տալի, ես իրանց պետության չեմ դավաճանում։ Ես մտածում եմ իմ պետության, իմ հայրենիքի մասին։ Եվ վերջ։ Դե էլ չի կարելի այլ պետությունում անել։ Դե ուրեմն ժողովուրդ ջան, մթամել ապրում ենք, ինչ անենք։ Էլ ինչի համար ենք ապրում։ Մի փոր հաց ուտենք, գնանք զուգարան, վաղը նորից նույնը։ Տես չի, ես դա չեմ ընդունում տենց, հայրենիքը մնում է հայրենիք։ Կրկնում եմ, բոլոր ընդդիմադիրներին թույլ չտակ Հայաստանը ընկնի այս կայսրության տակ։ Եթե ընկավ վերջնա։ Այն որ Նիկոլն ասում է, ես եկել եմ, փրկել եմ, խաղաղություն եմ բերել այս բան, դա իրականում տենց է։ Ես ստեի գիտեմ ինչ եմ ասում։ Դուք դե տակ եք, չգիտեք։ Ուղղակի հայ ազգի մեջն էլ էս բան կա, էլի մարդիկ կան։ Ուզում են, ասես կպածել են մի տեղից մի բան աշխատեն, էլի։ Մի քիչ շատ աշխատեն, մի քիչ հարստանան, էս մի բան։ Ես օրինակ իմ մտքով նման բաներ չի անցնում, ինձ պետքն էլ չի, 100 տարի։ Հասկանում եք, 100 տարի ինձ պետքն էլ չի, ոչ մի բան ինձ պետք չի, ինձ մենակ պետք է այդտենց ինձ լավ հայրենիք ունենամ, իմ երեխեքը գալիս են, հիանում են, ամեն ինչ են անում, տե ամեն ինչ էլ ունենք, տուն տեղ ունենք, ամեն ինչ էլ ունենք տե, մի խոսքով, դաժե իմ մեքենաները, ըստ քանի հատ մեքենա ունեմ, չեք հավատա, լրիվ հայկական համարներով է, լրիվ, նույնիսկ եսա մի հատը գործի մեքենա է, այ ասե առաջիս,
նայեք որ հավատակ։ Սա հայկական համարներով վերևում է, չէ երկու հատել են այն նավեսի տակին է։ Նես չի որ ես ինչ անում եմ, ասենք հարկեր եմ մուծում, բան եմ անում, Հայաստանին եմ մուծում։ Դե միջև հələ որ թողը մենք քշենք, թող հայկական լինի։ Ինչի՞ չէ որ։ Եվ որ չեն թողի, չեն քշի, այ մարդի մայել։ Բան լա չեն կանի։ Մի խոսքով ժողովուրդ ջան, ինչ ասեմ։ Ձեր ցավը տանեմ։ Վաղը որ գնաք ընտրության, այս սենց մի րոպե, սենց կայնի մտածի, ասա, ես ինչ եմ անում, ինձ ինչա պետք, ու նոր մտի են խցիկը ընտրի, բոլորըտ էլ տենց արեք, բոլորըտ, մենք հանկարծ չդառնանք էլի, քուրդ, եզդի, то есть կներեն եզդիները պետություն ունեն, դա Հայաստանն է։ Այսօրի, ես այսօրի էի ուզում ասեմ, ներողություն եմ խնդրում եզդիներից։ Այսօրիները, որ պետություն են ունեցել, հիմա չունեն, էլի, եզդիները դե պետություն չեն ունեցել երբեք։ Նույնիսկ ցիգանները նրանք պետություն Եվրոպայում ունեցել են։ Կան, շատ ազգեր կան, էլի, որ չունեն, պետություն չունեն, ժողովուրդ ջան, մենք չդառնանք դրանցից, գնացեք, ընտրեք ձեր խղճով, հայրենիքի համար, ընտրությունը կատարեք հայրենիքի համար, Ստե հարցը Նիկոլը չի, Ալեն Սիմոնյանը չի, են մեկը չի, ես ամս 7-ից հետո, իմ եթերները, ամս 7-ից հետո, որ ընտրություն եկավ, Նիկոլ Փաշինյանը ընտրվեց, բան չէ, ամս 7-ից հետո, չասեք արա, ես մարդը փոխվել է, Ռոման Բաղդասարյանի նման, չասեք ես մարդը Նիկոլական չի, Ես նրանց եմ, հենց իշխանություն դառան, չէ, ես սկսելու եմ նրանց ամեն մի քայլը քննադատելը, ես 5 տարի տենց եմ եղել, նույն ձև շարունակելու եմ, պետության համար, հայրենիքի համար պետք է աշխատեմ, ես, լսեք ժողովուրդ, ես մի բան եմ ասում, այդ պարգևավճարների ինստիտուտը, ես զաստավիտով, ես ենքան բաներ եմ, որ դա վերանա, Պարգևավճար բար ընդհանրապես գոյություն չունենա։ Պետք է լինի 13-րդ աշխատավարձ եւ վերջ։ 13-րդ աշխատավարձ։ Դա աշխարհում շատ պետություններում կա։ Եվ վերջ, այդ պարգևավճարները, որ այդ միլիոններով տալիս են, ես ասում եմ, իշխանավոր է, համաձայն եմ, որ նրանց աշխատավարձերը կարելի է բարձր լինի։ Ամեն մարդ չի, որ ասենք, ցածր աշխատավարձով կգնա կաբինետում կնստի, որովհետև հիմա այնքան կոմերցիոն գործեր կա, աշխատանքներ, որ գրագետ մարդը կարա միլիոններ աշխատի, ինչի պետք է գնա, ասենք, կառավարությունում, կաբինետում նստի, սաղ օրը գլուխ տրակացնի, ասենք, մի 2 կոպեկի հավ, թող աշխատավարձը բարձր լինի, հարց չկա, բարձրացրեք աշխատավարձը, 13-րդ մի հատ աշխատավարձ, տարվա վերջին, և վերջ, այդ պարգևավճար, այդ ինստիտուտը պետք է վերանա, ես հենց ամսի 8-ին առավոտը հայտարարեցին, որ Նիկոլը ընտրվել է, հենց այդ Դավլենյան այս հենց սկսելու եմ դրանց հանդեպ, որ պետք է վերանա էդի, մի 2 բան կա, որ պետք է վերանա կոնկրետ մեր երկրից։ Դա ես անելու եմ, ժողովուրդ տեսա կհիշեք, ինչ շատեր այդ կարող է իմ ընկերությունից դուրս գաք, ասեք էլ Նիկոլական չի, ես ձեզ այն գլխից եմ ասում, հենց իշխանությունը ձևավորվեց 5 տարով, ես էլ գործ չունեմ ոչ Քոչարյանի հետ, ոչ Ծառուկյանի, ես նրանց անունը ընդհանրապես չեմ էլ տալու, ոչ մի անգամ,
Մեկ էլ 31 թվին եմ նորից ինչ որ մի իշխանության կողմ լինելու, որ նրանք ընտրվեն։ Վերջ, իմ ձևն է թե ես քննադատելու եմ իշխանությանը։ Իշխանությանը քննադատելու եմ, ով եղավ 5 տարով իշխանության նրանց, խորհրդարանին օր ու բարի չեմ տալու, ամեն օր այնքան բաներ եմ ասելու, այնքան բաներ եմ հիշացնելու, որ նրանք ամաչեն, իրանց տուն մտնեն, իրանց երեխու թուշը պաչեն, եթե այդ բաները չանեն մեր երկրի համար։ Ժողովուրդ ջան, գլուխներն ու տարա, լավ, շատ երկար եղավ, մինչ երեկո բոլորիդ, լավ օր եմ ցանկանում, արևոր Հայաստանում այսօր տեսա միտեղ լավ կարկուտը տարելա, չիմացա այդ որտեղ էր, բայց լավ չի։ Ոչ ճիշտ մեր կառավարությունը փոխհատուցում կանի ժողովրդին, կարկուտը լավ ընդեղ, ամեն մեկը մի գնդակի չափ փոքրիկ։ Լավ եղեք ժողովուրդ ջան, մինչ երեկո նայեմ տենամ ինչ կա չկա, երեկոյան էլ մի քիչ կխոսանք, մեկ էլ արդեն վաղը այսենց լարված կհետևենք ընտրություններին։ Հաջողություն առայժմ ձեզ։